Հենզելն ու Գրետելը, հեղինակներ Գրիմ եղբայրներ, թարգմանիչ Հովհաննես Թումանյան։ Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը Գրետել։ Առանձեն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ, որ ընկնում է այն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ տեղումը պառկած փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է. «Էս ինչպես պետք է անենք, այ կնիկ, իսկի բան չունենք, ինչով պիտի պահենք էս երեխաներին»։ «Գիտես, այ մարդ», պատասխանում է կինը, «արի առավոտը ծեքին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք։ Մենք ետ գանք մեր գործին, ճամփեն չեն գտնի, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք»։ «Չէ, այ կնիկ», պատասխանում է փայտահատը, «ես էսպես բան չեմ անիլ, իմ սիրտը չի տանիլ, որ ես իմ ձեռքով իմ երեխաներին տանեմ թողնեմ անտառում, վերջապես գազանները կհարձակվեն ու կպատառոտեն նրանց»։ «Էհ, հիմար», ասում է կինը, «էսպես թե էնպես, չորսս էլ սովամահ կորչելու ենք, էն ժամանակ գնա ու դագաղների համար տախտակ տաշի, ու հանգիստ չի տալի մարդուն, մինչև որ չի համաձայնում իրեն հետ»։ «Բայց էլի մեղքս գալիս է խեղճ երեխաների վրա», ասում է փայտահատը կնոջ հետ համաձայնելուց հետո, «իսկ երեխաների քունը սովից չի տանում, լսում են ամեն բան, ինչ որ խորթ մերը ասում է իրենց հորը»։ Աղի լաց է լինում Գրետելը ու դառնում Հենզելին. «Մենք կորանք, Հենզել»։ «Սուս կաց Գրետել ջան», ասում է Հենզելը, «դարդ մի անիլ, ես սրա ճարը գիտեմ»։ Եվ ահա մեծերը քնում են, թե չէ, Հենզելը վեր է կենում, իր շորերը հագնում, դուռը բաց է անում ու ծլկում փողոց։ Լուսինը պայծառ լուսավորում էր ու իրենց տան առջևը ցրված սպիտակ լափուկները արծաթի փողի նման շողում էին։ Հենզելը կռանում է ու իր գրպանն ինչքան տանում է, էդ քարերով լցնում է, հետո վերադառնում է տուն, Գրետելին ասում է. «Հանգիստ կաց քույրիկ ջան, քնիր, Աստված մեզ չի կորցնիլ» ու նորից պառկում է իր անկողնում։ Առավոտը ծեքում է, թե չէ, արևածագից առաջ խորթ մերը գալիս է երեխաներին զարթնեցնում. «Դե շուտ արեք, վեր կացեք ծույլեր, պատրաստվեցեք գնանք անտառը փայտ բերելու»։ Հետո ամեն մեկին մի կտոր հաց է տալիս ու պատվիրում. «Ահա էս ձեզ տալիս եմ ճաշի համար, տեսեք, մինչև ճաշը չուտեք, թե չէ միևնույն է, հետո էլ ոչինչ չեք ստանալու»։ Գրետելը հացը դնում է գրպանը, որովհետև Հենզելի գրպանները բերնեբերան լիքն էին քարերով, հետո վեր են կենում ու ճանապարհ են ընկնում դեպի անտառը։ Մի քիչ որ անց է կենում, Հենզելը կանգ է առնում ու նայում է ետ, դեպի իրենց խրճիթը, ու շարունակ էդպես ետ է մնում։ Հերն ասում է. «Հենզել, ինչ ես դու շարունակ ետ մտիկ տալիս ու ետ մնում, հորանջելու ժամանակ չի, ոտներդ ժաժ տուր»։ «Հայրիկ, ես մեր սպիտակ կատվին եմ մտիկ տալի, այ էնտեղ կտուրը նստել է, կարծես թե մեզ վերջին մնաս բարովն է ասում»։ Խորթմերը էստեղ խոսքը կտրում է. «Ապուշ, իսկի էլ էն մեր կատուն չի, էն կտուրի վրի սպիտակ ծխնելույզն է, որ փայլում է արևի տակ»։ Իսկ Հենզելը կտուրի վրա նայելու մասին իսկի չէր էլ մտածում, նա ետ ընկնելով իր գրպանի սպիտակ քարերն էր ցանում ճամփին։ Հենց որ հասնում են անտառի խորքը, հերն ասում է. «Դե երեխեք, փետ հավաքեցեք, ձեզ համար կրակ անեմ, որ չմրսեք»։ Ձեռաց Հենզելն ու Գրետելը ցախ են հավաքում, բերում կիտում, ցախը վառում են, բոցը վեր է բարձրանում, խորթմերը ասում է. «Դե երեխեք, դուք կրակի կողքին պառկեցեք ու հանգստացեք, իսկ մենք գնանք մի քիչ հեռու փետ անենք, պրծնենք թե չէ, կգանք ձեզ էլ կվերցնենք, միասին կգնանք տուն»։ Հենզելն ու Գրետելը կրակի կողքին նստում են, ճաշելու ժամանակն էլ որ գալիս է, ամենքն իրենց հացի կտորն ուտում են, և որովհետև կացնի ձեն էին լսում, հավատացած էին, թե իրենց հերը մոտիկ մի որևիցե տեղ է, բայց որ թրխկացնում էր, էն կացինը չէր, մի կոճղ էր, որ փայտահատը կապել էր մի չոր ծառի, քամուց գնում էր ու գալիս, զարկում ծառի բնին ու թրխկացնում։ Ու էսպես երեխեքը երկար նստում են, աչքները հոգնածությունից փակվում են իրանց ու խորը քնում են։ Մին էլ վեր են կենում, տեսնում են արդեն մութ գիշեր է։ «Ոնց պետք է էս անտառից դուրս գանք, Հենզել»։
Հենզելը սիրտ է տալիս. «Մի քիչ կաց, հրես լուսնյակը դուրս կգա, ճանապարհը կգտնենք»։ Հենց որ լուսինը դուրս է գալիս, Հենզելը քրոջ ձեռքը բռնում է ու գնում իր ցանած քարերով, որոնք արծաթի փողերի նման պսպղում էին ու լույս տալիս ճանապարհը։ Ամբողջ գիշերը էսպես մինչև լույս գնում են ու լուսաբացին հասնում են իրենց տունը։ Դուռը ծեծում են, խորթմերը բաց է անում, ու թեև շատ է զարմանում, որ տեսնում է Հենզելն ու Գրետելն են, բայց ասում է. «Այ դուք չար երեխեք, այսքան ժամանակ ինչ եք անտառում քնելու մնացել, մենք էլ կարծում էինք, թե չեք ուզում մեզ մոտ վերադառնաք»։ Իսկ Քերն ուրախանում է, որովհետև նրա սիրտը ցավում էր, որ իր երեխաներին մենակ անտառում էր թողել։ Մի քիչ ժամանակ անց, կենալուց ետը, նորից սով է ընկնում ամենտեղ, ու նորից երեխաները լսում են, թե ինչպես իրենց խորթմերը գիշերը հորն ասում է. «Էլ ետ ինչ ուտենք, ինչ ունեինք-չունեինք, կերանք, մենակ մի կես հաց է մնացել, էն էլ որ կերանք, մեր բանը պրծած է։ Պետք է էս երեխանցը հեռացնենք, տանենք անտառն ու այս անգամ ավելի խորը, որ էլ չկարողանան ճամփա գտնեն ու ետ գան, թե չէ էլ մեզ փրկություն չկա»։ Էս բանը քարի նման ճնշում է հոր սիրտը ու միտք է անում. ավելի լավ է այն մնացած վերջին պատառն էլ բաժանի իր երեխաների հետ, բայց ինչ որ ասում է, կինը ոչ մի բան չի ուզում լսի։ Հենց մի գլուխ հայհոյում է ու նախատում, դե ով որ այբն է ասել, բենն էլ պետք է ասի։ Փայտահատն էլ, որ մի անգամ արդեն կնոջ հետ համաձայնել էր, երկրորդ անգամ էլ պետք է համաձայներ։ Իսկ երեխաները դու միասին քնած չեն ու էս բոլորը լսում են։ Մեծերը քնում են, թե չէ Հենզելը տեղից վեր է կենում, ուզում է առաջվա նման էլի դուրս գնա, պաշարի համար գրպանները լափուկներով լցնի։ Խորթմերը դուռը փակած է լինում, չի կարողանում դուրս գնա, բայց էլի քրոջն ամեն կերպ սիրտ է տալիս։ Լաց մի լինիր, Գրետել ջան, դու հանգիստ քնիր քեզ համար, Աստված ողորմած է, մեզ չի կորցնիլ։ Առավոտը ծեքին խորթմերը գալիս է ու տեղներից վեր կացնում, ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, հացի կտորն էլ առաջվա տվածից ավելի փոքր։ Եվ ահա անտառը գնալիս ճամփին Հենզելը գրպանում շարունակ մանժում է իր հացի կտորը, շուտ-շուտ ետ մնում ու ցանում ետևներից։ Հերն ասում է. «Հենզել, դու քանի կանգնես ու չորս կողմի վրա հորանջես, ճամփեդ գնա էլի»։ Հայրիկ, ես մեր սպիտակ աղավնուն եմ մտիկ տալիս, որ հրեն հա մեր տանիքին նստած կարծես թե ինձ բարև է ղրկում։ Հիմար, կանչում է մերը, էն իսկի քո աղավնին չի, էն սպիտակ ծխնելույզն է արևի տակ սպիտակին տալիս։ Իսկ Հենզելն էդ ժամանակ հացի փշրանքները հենց գցում է ու գցում իրենց ճամփին։ Երեխաներին տանում են անտառը, էնպես մի խորը տեղ, որ իրենց օրում չէին եղած։ Էնտեղ էլ կրակ են անում ու խորթմերն ասում է. «Երեխեք, դուք էստեղ նստեցեք ու թեքունները տանի քնեցեք, իսկ մենք մի քիչ ավելի խոր գնանք, փետ հավաքենք, հետո իրիկունը, երբ գործներս կվերջացնենք, կգանք ձեզ էլ կառնենք ու կերթանք տուն»։ Ճաշի ժամանակը որ հասնում է, Գրետելը իր հացի կտորը բաժանում է Հենզելի հետ, որովհետև Հենզելն իր հացը ճանապարհին փշրել էր։ Հետո ննջում են։ Իրիկունն էլ վրա է հասնում, բայց ոչ ոք չի գալիս, խեղճ երեխաների հետևից։ Զարթնում են կեսգիշերին։ Հենզելը սկսում է սիրտ տալ իր քրոջը. «Գրետել ջան, սպասիր մինչև լուսինը դուրս գա, էն ժամանակ կերևան հացի փշրանքները, որ ես ճամփին շաղ եմ տվել, նրանցով կգտնենք մեր ճամփեն ու կգնանք տուն»։ Լուսինը դուրս է գալիս թե չէ, երեխեքը ճամփա են ընկնում ետ դեպի տուն, բայց ոչ մի փշրանք չեն գտնում, որովհետև դաշտերի ու անտառների հազարավոր թռչունները վեր էին քաղել։ Իսկ Հենզելը շարունակ Գրետելին ասում է. «Ինչպես որ լինի, մենք կգտնենք ճանապարհը»։ Բայց ճանապարհ գտնել չէին կարողանում, թափառում են գիշերը մինչև լույս, հետո ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն ոչ մի կերպ չեն կարողանում անտառից դուրս գան։ Հետն էլ սովում են, որովհետև ուտելու ոչ մի բան չեն ունենում, բացի մի քանի մորին, որ էստեղ-էնտեղ կարմրին էին տալիս խոտերում։ Վերջապես, երբ որ էնքան հոգնում են, որ երկուսի ոտներն էլ թմրում են, մի ծառի տակ պառկում են քնում։
Բացվում է 3-րդ օրվա առավոտը, ինչ որ երեխեքը թողել էին իրենց հորական տունը։ Նորից ճանապարհ են ընկնում դեպի տուն, բայց ամեն մի քայլափոխով միայն անտառի խորքն են մտնում, ավելի ու ավելի խորը, և եթե շուտով օգնություն չհասներ, անպատճառ պետք է կորչեին։ Կեսօրին տեսնում են մի ծառի ճյուղին մի սպիտակ սիրուն թռչուն։ Էս սպիտակ սիրուն թռչունը էնպես լավ է երգում, որ երեխեքն ակամայից մարում են տեղներն ու ականջ են դնում նրան։ Լռում են թե չէ թևին է անում, երեխանց կողքից թռչում, նստում մյուս ծառին։ Երեխաներն էլ նրա ետևից էսպես գնում են, մինչև որ հասնում են մի տնակի։ Էս տնակի տանիքին թռչունը իջնում է։ Երեխեքը տնակին մոտենում են, տեսնում են ինքը տունը ամբողջովին հացից է շինված, կտուրը գաթից, իսկ լուսամուտները թափանցիկ շաքարից։ Ահա հենց սրանից էլ կսկսենք, ասում է Հենզելը, մի լավ քեֆ անենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էս լուսամուտից կեր, Գրետել, ով գիտի ինչ անուշ է, չէ՞։ Ու Հենզելը ձգվում է դեպի վերև, տանիքից մի փոքր կտոր է կտրում, Գրետելն էլ կռանում է, սկսում է լուսամուտի ապակին ուտել։ Հենց էս ժամանակ ներսից մի բարակ ձեն է գալիս. կրծ կրծ կրծ, խրս խրս խրս։ Էս ո՞վ է կրծում տունս։ Երեխեքը պատասխանում են. էս քամին է անում խիստ, չարաճճին անհանգիստ։ Ու առանց սրանից շփոթվելու շարունակում են ուտել։ Հենզելին տանիքն այնքան դուր էր եկել, որ մի մեծ կտոր կտրեց, իսկ Գրետելը լուսամուտից հանեց մի ամբողջ ապակի, տեղն ու տեղը նստեց ու անուշ ուտում էր։ Մին էլ հանկարծ դռները ետ են բացվում, ու իր գավազանին հենված դուրս է գալիս մի պառավ կին։ Հենզելն ու Գրետելը այնքան են վախենում, որ պատառները ձեռներից վեր են գցում, իսկ պառավը գլուխը շարժելով առաջ է գալիս. «Վու, երեխեք ջան, էդ ով բերեց ձեզ էստեղ, ներս եկեք ինձ մոտ կացեք, մի վախենաք, ոչ մեկիդ վնաս չեմ տալ»։ Ասում է, թաթներիցը բռնում ու ներս տանում է լավ նախաճաշ է տալիս, էլ կաթը, շաքարավազ, էլ խնձոր, էլ ընկույզ, հետո 2 տեղ է գցում մաքուր, ճերմակ։ Հենզելն ու Գրետելը պառկում են, էնպես է թվում, թե դրախտն ընկան։ Դու մի ասիլ, պառավը էսպես բարի փաղաքուշ է ձևանում, բայց իսկապես մի չար կախարդ է եղել։ Ամեն կերպ հետևում է երեխաներին և դիտմամբ էլ տունը հացից է շինել, որ նրանց հեշտ գրավի դեպի իրեն։ Ով ճանկն է ընկնում, սպանում է, եփում, լափում։ Դա նրա համար մի ուրախություն է։ Կախարդների աչքերը սովորաբար կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես։ Անց կենող մարդու հոտը հեռվից են իմանում։ Երբ որ Հենզելն ու Գրետելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, չարախնդաց ծիծաղում ու կռնչում. սրանք արդեն ճանկումս են, սրանք էլ ինձնից չեն պրծնիլ։ Առավոտը ծեքին երեխաներից առաջ չար կախարդը մի շուտով տեղիցը վեր է թռչում ու երբ տեսնում է նրանց էնպես խաղաղ քնած, լիքը վարդագույն թշերով իրեն մռմռում է. «Ուխայ, ինչ անուշ պատառներ են»։ Հենզելին բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քարշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում էնտեղ գոռա, ինչքան սիրտը կուզի, ինչքան էլ գոռա, էլ ինչ պետք է անի։ Հետո գնում է Գրետելի հետևից, հրում ու ճզմզում. «Դե շուտ վեր կաց, ծույլ աղջիկ, գնա ջուր բեր, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր։ Հրեն հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի լավ չաղանա ինձ համար, պետք է չաղանա, որ ուտեմ»։ Գրետելն ուզում է լաց լինի, բայց էդ բոլորը զուր էին, մնում է սուս ու փուս պառավի հրամանները կատարել։ Ու սկսում է Հենզելի համար համով կերակուրներ եփել, իսկ իրեն՝ Գրետելին, բացի չոր ոսկորներից բան չէր տալիս։ Ամեն առավոտ պառավը գնում է հավանոցի դուռը կտրում ու կանչում. «Հենզել, մատդ դեսը մեկնիր, տեսնեմ չաղացել ես, թե չէ»։
Հենզելը մատի տեղակ, միջոր ոսկոր է դուրս մեկնում, պառավն էլ որ լավ չի տեսնում, չի կարողանում ջոկի, մտածում է, որ էս Հենզելի մատն է ու զարմանում է, թե ինչպես է, որ Հենզելն իսկի չի չաղանում։ Էսպես 4 շաբաթը անց է կենում, Հենզելը էլի մնում է նիհար, պառավի համբերությունը հատնում է ու էլ չի ուզում սպասի, դե հայդե Գրետել ջան, գնա ջուր բեր, չաղ լինի թե նիհար միևնույն է, էգուց Հենզելին մորթելու եմ եփեմ ուտեմ։ Ինչքան է դարդանում խեղճ Գրետելը, ինչքան է դարդանում ջուր բերելիս, արտասուքը էն ջրի նման աչքիցը թափվում է։ Ողորմած Աստված, դու մեզ օգնության հասնես, կանչում է նա, երանի թե անտառումը մեզ գազանները պատառոտեին, գոնե ես ու Հենզելը միասին կլինեինք։ Զուր սիրտդ մի մաշիր, ասում է պառավը, միևնույն է, ոչ մի բան չի օգնի։ Առավոտը վաղ Գրետելը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակին կրակ աներ։ Ամենից առաջ դեռ մի թխված քանենք, ես արդեն փուռը վառել եմ ու խմորը հունցել, ասում է պառավն ու տանում խեղճ Գրետելին փռան առաջը կանգնեցնում, հրում է դեպի բոցավառ փռան բերանը, մտիր, ասում է, գնա տես, փետերը լավ են դարսած, լավ է էրվում, խմորը գնդելու ժամանակն է, թե չէ։ Ուզում է Գրետելը կռանա թե չէ, բոթի, գցի փուռը, ծածկոցը դնի, որ Գրետելը փռումը խորովվի, հետո հանի ուտի։ Բայց Գրետելը գլխի է ընկնում, թե պառավի մտքումը ինչ կա։ Ասում է, ես չեմ իմանում ինչպես անեմ, որ մտնեմ մեջը։ Հիմար անասուն, բարկանում է պառավը, չես տեսնում ահագին փռան բերանը։ Ըհը, մտի կարա, քիչ է մնում ես էլ մտնեմ մեջը։ Ու ճիշտ որ տմբալով մոտենում է փռանը, մինչև անգամ գլուխն էլ փռան բերանից ներս է կոխում։ Էստեղ Գրետելը հանկարծ ետևից էնպես է բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջը։ Իսկույն ետևիցը ծածկոցը ամուր դնում է ու փակիչը ետևից գցում։ Պառավը ոռնում է, ոնց է ոռնում, բայց Գրետելը ետ է վազում ու անխիղճ վհուկն էլ էնպես էրվում է պրծնում։ Գրետելը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում. Հենզել, Հենզել, մենք ազատվեցինք, չար պառավը կործանվեց։ Դուռը բացվում է թե չէ թռչունի նման, որ վանդակում փակված կլինի ու դուռը բաց կանեն, Հենզելը դուրս է թռչում, ոնց են ուրախանում երկուսով, ոնց են ուրախանում, իրար ճտով են ընկնում, թռչկոտում են, համբուրվում են և որովհետև ոչ ոքից վախ չունեին, գնում են մտնում պառավի տնակը, իսկ պառավի տնակի բոլոր անկյուններում դարսված են լինում մարգարիտով ու անգին քարով լիքը սնդուկները։ Էս մեր դռան լափուկներից ու ավելի լավն են, ասում է Հենզելն ու գրպանները ինչքան որ կտանեին լցնում է, իսկ Գրետելն ասում է, ես էլ եմ ուզում մի բան տանեմ տուն։ Ու նա էլ գոգնոցն է լցնում պռնկե պռունկ։ Դե հիմի գնանք հեռանանք էստեղից, ասում է Հենզելը, քանի լույս է պետք է դուրս գանք էս կախարդված անտառից։ Մի քիչ որ ճանապարհ են կտրում, հասնում են մի գետակի։ Մենք ինչպես անցնենք էս գետն, ասում է Հենզելը։ Ոչ անց ունի, ոչ կամուրջ։ Գոնե մի նավակ էլ չկա, վրա է բերում Գրետելը։ Ահա մի սպիտակ բադիկ է լողում, արի խնդրեմ գուցե մեզ օգնի, անցկացնի։ Ու կանչում է. Բադիկ, բադիկ, սիրուն բադիկ, լող տուր դեպ մեզ, արի մոտիկ, շվարել ենք Հենզելն ու ես, ար քո մեջքին, անցկացրու մեզ։ Բադիկը մոտենում է ափին, Հենզելը նստում է բադիկի մեջքին ու քրոջը կանչում է, որ նա էլ գա, գավակին նստի։ Չէ, պատասխանում է Գրետելը, բադիկը չի կարողանա երկուսիս էլ միասին տանի, ծանր կլինի, ջոկ կտանի։ Ջուրը որ անց է կենում ու մի քիչ ճանապարհ են գնում, անտառը հետս հետե ծանոթ է թվում ու վերջապես նկատում են իրենց հորական տունը։ Էստեղ սկսում են վազել, ինչքան ոտներումը ուժ ունեին, ներս են թափվում ու ընկնում են իրենց հոր վզովը։ Հերն էլ մի հանգիստ ժամ չէր ունեցել էն օրվանից, ինչ երեխանցը թողել էր անտառում, իսկ խորթմերը արդեն մեռել էր։ Գրետելը իր գոգնոցը բաց է անում ու միջի եղածը հոր առաջին շուռ տալիս,
Էնպես որ մարգարիտները ու անգին քարերը շաղ են անցնում տնովը մին, իսկ մյուս կողմից էլ Հենզելն է բուռը հանում ու թափում իր գրպանից։ Էստեղ էլ ամեն ցավ ու հոգս վերջանում են, ու ապրում են միասին ուրախ ու անհոգ։ Ահա և հեքիաթը վերջացավ, եթե այն ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր հեքիաթներ լսելու հնարավորություն ունենաք։